կուզեիք տեսնել վարչապետի պաշտոնում։ Ռոբերտ Քոչարյանն իհարկե։ Ինչու։ Դա փորձված առաջնորդ է։ Այս 36 տարվա մեջ երկու անգամ իշխանությունների հետ իմ ընտրությունը բռնել է 98-2003 թվին։ Գիտեք ումն եմ ընտրել։ Մնացած ոչ մի անգամ, միշտ ընդդիմություն։ Եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության ձեր կյանքում ինչ կփոխվի։ Դե հաստատունություն, երկրի ասում են պատերազմ կլինի, բայց 98-ին էլ էին ասում պատերազմողները գալու են, չէ լավ, 10 տարի պատերազմ չէ լավ։ Կայունություն, գյուղատնտեսությանը ինքը մեծ ուշադրություն է դարձնում։ Քոչարյանի կառավարման տարիներին ինչպիսի երկիր ունեինք։ Դե սկզբից շատ վատ ժամանակ, 2-3 տարի հետո սկսվեց։ Ես խաղողագործ եմ, խաղողի գները հաստատուն ու կշերքի վրա այդ արտահայտությունը գիտեք ինչ է, որ հանձնում ես, փողը ստանում ես։ Մինչև այդ դες բան չկար։ Այսինքն նրա կառավարման տարիներին գյուղատնտեսությունը ծաղկում էր։ Կոնկրետ ես իմ մշակած բերքի մասով կարող եմ ասել, չեմ կարող հարապետեմ, ես գիտեմ տարբերություն չի եղել։ Իսկ արտաքին քաղաքականության մասով ավելի կոնկրետ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով ինչպիսին էր Քոչարյանի կառավարման տարիներին։ Ասեցի սկզբից, որ ասում էին պատերազմ կլինի, չեղավ։ Խաղաղ էր։ 10 տարում 94 մարտական զոհ։ Էդ էլ է շատ է, ամեն մի զոհը ընտանիքի համար դժբախտություն է, բայց որ համատես ամենակից զոհեր ժամանակաշրջանում է եղել։